Ողջույն սիրելի ընկերներ ջան, հետևորդներ ջան, Facebook-յան հիմնականում իմ հետևորդները, գրանցվածներ, այսպես կարճ, հնարավորինս արագ, քանի որ աշխատանքից ուշանում եմ, զրույց իմ այգում այս գեղեցիկ աշնանային այս տեսարանով նստած, տեսեք, այստեղ տերևներ, շատ հրաշք, ձեռ չեմ տալի, թող սենց սիրուն մնա, արագ զրուցենք այս սիրուն տեսարանում։ Այսպես, ուրեմն ասելիքը հարցերը շատ են, թեմաներ կան առաջացած, որ պետք է խոսենք, բայց ժամանակ չկա, կարճ, արագ մի երկու թեմայի մասին խոսենք, հիմնականում շատ են զանգահարում, գրում են կամ դրսում մոտենում են, Կարինե ջան, վայ, տեսել եք, ձեր ընտրական այդ թերթիկները, այդ պաստառները հիմնականում փակցվողի տարբերակը, այսինքն մեր էջմիածնում, Զվարթոց թաղամասում այստեղ պոկել են, այնտեղ հանել են եւ այլն ինչ են արել, ժողովուրդ ջան, անչափ շնորհակալ եմ անհանգստության համար։ Ձեր նկատառումների համար, հարգանքներս ձեր հարգանքի համար, որ անհանգստացել եք, անհանգստանում եք, բայց որևէ խնդիր չկա։ Հիմնականում կարևոր, որտեղ որ պետքա շատ լավ կան, ամուր փակցված են, որևէ խնդիր չկա։ Այն մի քանի տեղերում ոչինչ, քանի որ մենակ մեզ հետ չի կապված, անձնավորած չէ։ Ինքներդ տեսնում եք, այսպես քայլում ենք բոլորի դեմքերը։ Մի պահ այսպես եմ մտածում, այդ լավ էներգիա չէ, էլի, որ լավ աուրա չի, մարդու դեմքը պատրած, իր նկար, իր կերպարը գետին գցած, իրականում այդպես մի քիչ միստիկ առումով որ նայենք, բայց դա բոլորին է վերաբերվում։ Մի հատ քայլեք, նայեք, տեսեք ինչ է կատարում, գրեթե բոլորին է, այնտեղ պատրված, մյուսի դեմքը պատրված, մյուսի չգիտեմ ինչ, բոլորի հետ միասին, նաև իմ նկարներից կարող են լինել, մեր նկարներից, ընդհանրապես մեր թիմի համար 4, Մայր Հայաստան համար 4 մեր թիմի նկարներից էլ կարող են լինել, ինչի մասնա խոսքը, բոլորին էլ լինում է, մերն էլ կարա լինի, բայց ծիծաղս գալիս է այն կերպարի դեպքում, այն կերպարների դեպքում, ովքեր կգնան ու այդքան պրիմիտիվ նողկալի, էլի, այդ երևույթը, որ պատկերացնում, չգիտեմ ինչի հետ համեմատեմ նկարագրեմ, սենց ձեռքը գցի, քաշի, պատրի ժամանակը հատկացնի, ասենք հոգեբանությունը, ես ուղղակի չեմ կարողանում անգամ կերպարով դեմքով պատկերացնեմ այդ տիպի մարդկանց, իմ դեպքում ամենավատ անգամ թշնամուս նկարը չեմ գնա ձեռ գցեմ, պատրեմ, գցեմ ցած, ասենք այդ գործողությունը ինչքան ծիծաղելի, ծաղրական է եւ ինչքան է վախացնում անգամ նկարը, մեր նկարները, իմ նկարները այդքան ձեզ համար վտանգ է ներկայացնում, որ դա պոկելով ինչ որ հարց ուզեք, մարդիկ գիտեն, ճանաչում են, կորոշեն ում կընտրեն, ինչպես կընտրեն, ինչ կանեն։ Իսկ իրականում Էջմիածնի հենց սկիզբը Զվարթնոց թաղամասից մինչև ամբողջ Էջմիածնով մեկ կարելի համարել ընտրական խախտում կատարելով այդ նույն նկարը, որ այդքան վերևով փակցված այսպես գնում է, ինչ կապ ունի, նկարները կլինեն շատ քիչ, sense մի տարածքում մի 100 հատ կամ դապես չեն լինի, մարդիկ եթե արդեն իրենց կողմնորոշումը ունեն, որոշել են ինչ պետք անեն, ինչ կապ ունի, ինչա գրված, որտեղ է ինչ կպցրած, այդ շարանները, որ պետքա դա ընտրեն, ասենք եթե մարդիկ արդեն որոշել է, դա աչքն էլ մտցնես, իրան պետքա դա, ինչի մասնա խոսքը։ Այսինքն, այնպես որ շատ շնորհակալ եմ անհանգստության համար, բայց նորմալ է, ինչ առումով, նորմալ չի, բայց նորմալ է, որովհետև բոլորին էլ գրեթե պոկած են, տեղեր կան չեն կարողացել, հիմնականում մարդիկ գիտեն մարդկանց տեսակը Եվ նորից եմ ասում, այդ պոկող տարբերակները ովքեր են, ուղղակի ինձ իրաց դեմքն եմ ուզում պատկերացնում, անգամ երեխային, որ թողես նես բան երևի չի անի, ինչքան նողկալ է, չէ՞ քայլը գնաս կանգնես ժամերով ես քաշես, պոկես, ուրախանաս, ուրա, մի հատ էլ ես ծապտվեք ուրախացեք, դուք լրիվ տարօրինակ եք, մոտավոր գիտեմ ովքեր, ասենք արդեն դեմքերով կերպարով մեր հենց տարածքում էլ պատկերացնում եմ, որ խանութում, որ կոմե ինչ, sense մի հատ առևտրական կին, որ բանջարեղենի կարտոֆիլ չասեմ, կարտոլների ու կարտոշկեքի առևտրյան ավելի շատ հետարքիր է, քան մոտավոր օրեր առաջ ինչ էր ասում, իբր թե հումոր անում, ովից փող կտա, ես իրան էլ կընտրեմ, եւ այդ կինը զուտ առևտրական, նա Թուրքի հետ առևտուր կանի, ինչ կանի, իրանց մոդելը փակցված եղել, ես վստահ եմ հենց ինքն էլ հանել է դա, իրանք էլ հանել են, այնտեղ տեսել են, նկատել են, լավ, թողնենք սա մի կողմ, համենայնդեպս շատ շնորհակալ եմ անհանգստության համար Հաջորդիվ նու շատ թեմաներ կա խոսալու, բայց մի քիչ ծիծաղալու երկու դրվագ եմ ուզում ավելացնեմ, ուրեմն այստեղ մենք ունենք մեր համարներից 8 համարի մեջ մի հատ իրոք ծիծաղալու նողկալի կերպար, կգա պահը ես իմ շարունակությունը կունենամ իր հետ, քանի որ իր այդ շատ վաղուց ժամանակահատվածում զրույցներ ունենք մեր ձայնայինները պահպանված է, այսօր եկել է մտել արդեն կհասկանաք շուտով ում մասին կարող խոսքը լինի, ասենք ինչ մի նողկալի կերպար տհասություն, ինչ խոսում են տալիս է նախկիններից ինչ որ անուններ, չեմ էլ ուզում կներեք իհարկե, ինձ համար էլ է տահ, այնց աններ տալ էլ, չգիտեմ, էսականենական, այս պայքարների մեջ
ռեալ թողած այս պայդրության մեր երկրի խայտարակ վիճակը, որ մենք կորցնելու շեմին ենք, հա, այսօր մի վատ լուր եմ լսել, տեսնենք ինչքանով իրական, լուրը գրված է Facebook-ում ու լսել եմ ես, Աստված ջան, ես չգիտեմ, սա չգիտեմ, ես մեկ-մեկ մտածում եմ քայլելուց, գործի գնալուց կամ մեքենայում ինֆարկտը չխփի, էլի, որտեղ ներքուստ էլ չես դիմանում, եթե այդ լուրը իրականում ճիշտ է, իբր մեր հեծը գնում է Թուրքիան, ասինքն կամաց թուրքացում եւ այլն եւ հələ տեսնենք ինչքան է իրական լուրը եւ խոսում են էլի նախքին սրա նրա ինչ որ բաներից, ասենք այդ տղեն մեռավ, քոչ, հա քոչ, չգիտեմ ինչ քոչ, ժողովուրդ, այս պատկերացնում եմ այդ մարդը, երևի ժողովուրդ ջան, այդ դուք մանկամիտ եք, այն մանկամիտ երեխեքը որ կներեք բարիս համար, այն զուբրիտ եղած մի բառ են կրկնում, իրանց ուղեղը մտնում է մի բան, փոքրիկ երեխաներ կան, դեռ ինտելեկտը թույլ է, բարձր չի, անդադ նույն բառը, դուք ուղղակի մանկամիտ եք, քոչ, չգիտեմ ինչ կապ ունի, քոչնա, քոչ որա, չգիտեմ, այն մյուսա ինչ կապ ունի, որ անընդհատ դու ինչ կատեգորիայի վախեցած եք, ուրեմն Արագած գյուղ էին գնացել, այնտեղ նայող ռուզան կա, շատերը լսած կլինեք, կճանաչեք, այ մի հատ իզում ենք դրան հետներս չտարանք Արագած գյուղ, մոտենայինք ռուզան, նայող ռուզանին, իր աղջիկը ինձ մոտ է սովորել, խնդրենք ասենք ռուզան ջան, մի հատ ընդեմ քոչի աղոթի, մի հատ աղոթ կար, խնդրում եմ, մի բան արա վախը հանի, այս քոչ բառը գրի, սենց մի հատ թղթի վրա, վրան sense մոմեր թափի գլխին խփի տուր մի քանի անգամ թափար իրա վրա, որ այդ քոչ բառը քիչ կրկնի, ահա որ սարսափած վախեցածա քոչ, հա քոչ, չգիտեմ, քոչո, մոչո, չգիտեմ։ Այսինքն սպարտ երևի քնից երևի բաղնիկի դուռը բացում է, կամ ուզում է զուգարան գնա, վայ մամա ջան, քոչ, աշկին խոսքի թվմատեից դուրս եկավ, գնում է իր անկողինը բացում է մի կողմ, վայ քոչ է խոսքի, ճաշը դնում են դեմ ասում է վայ մեջը քոչ է, խոսքի ինքը որ կողմ տան դուռը երևի բացում է կամ դուրս է գալիս, վայ քոչն եկավ փախեք, այսինքն որ կողմ ֆռում է այդ շողքի հետ կռիվ է տալիս, ինքը ինչ նայում է, հայլում է չէ, երևի ինքն նայում է ասում է, չէ, էսի հաստատ քոչն է, այդ կարգի սարսափած, ասենք ինչ կապ ունի, ասելիքը շատ երկար կլինի, առավել եւս մեզ հետ կապված, ես չեմ հասկանում, շատ խոսքեր զրույցներ կա, որ ես կուզեի պատասխանել, ուղղակի ժամանակս չի բավականացնի, հասկացողը հասկացավ, երևի տնեցիկի դեմքը տենում է գիտի սա քոչ են, փախեք քոչը եկավ, ժողովուրդ, լավ, սա էլ թողնենք մի կողմ, հաջորդիվ մի հատ հետարքի դրվագել ասեմ, գնացել ենք Արագած գյուղ, ներկայիս արդեն հասկանալի է, չէ, Արագած գյուղը այս մեր երկրի Չարիքի կողմից առաջադրված, մեր գլխավոր երկրի թշնամու կողմից առաջադրված տեխնացուն մեր Էջմիածին քաղաքի, այդ գյուղը որ իբր իր գյուղն է համարում, ժողովուրդ ջան, նենց հետարքի էմոցիաներ ու զգացողություններ ունեմ, անուններ չեմ տալիս, ոչ մի բան չեմ ասի, բայց չեմ ուզում ասել, բայց մի փոքր այդ զգացողությունս պետք է արտահայտեմ։ Ի հակառակ այդ ամենի, որ պետք է պաշտպանություն լիներ, ոչ, զարմացած մնացինք, իբր այդ գյուղից է, բայց պաշտպանություն չկար, մարդիկ որոշը վախից չէին ուզում խոսալ, ոչ թե սարսափից, այլ sense գլուխ չդնենք, մարդը դուրը փակում էր գնում էր, որ գիտի ինչ ունի ասելու, բայց հետո կգան կարողա հետևից, դարպասի դուրը ծածկում էին, բայց աչքով, հայացքով հասկացնելով, պատուհաններից նայելով, շատերը վախենում էին խոսել, մեծամասնությունը լավ էր խոսելա կա տեսանյութերը, հիմա տեսնենք հետևանք այդ մարդկանց հետ ինչ ալնելու է այս երկորը, ովքեր որ խոսացել են, այսինքն ի զարմանս ինձ շատ դրական տրամադրված ընդդիմադիրի կողմ որպես ու շատ բացասական տվյալ անձին, հա, որ այդ գյուղի մեծացած տղա, չգիտեմ ինչ, միայն եղավ շատ ծիծաղալու դրվագ մի երկու տեղ կանանց հետ դե իհարկե չի կարելի որ վեճի բռնվենք, իրանք էին գոռում, ճչում, sense լոբի էին մաքրում, շպրտում էին լոբիի պոչերը, չգիտեմ ինչ, sense վեկալում, քիչ էր մնում, իրանք տեղը հուզվել էին, թռվռում էին կանայք, կնանիք, ման ասում քիչ չէ, ասենց էլի որ մեզ տեսան գալիս ենք երվից, մայր Հայաստան համար 4 խառնվել էին իրար։ Իտոգում սենց թողեին, եթե ճար լիներ, այսենց կգային մեզ, այսենց վիզներս կոլորեին, չգիտեմ ինչ մի 3-4 կանայք պատիտակը նստած։ Հետո հասկացան, որ այդ անձի մորաքույրներն էին, մորաքույր հարազատ։ Այսինքն ստացվում է այդ գյուղում մենք տեսանք մեզ հետ ուժեղ կռիվ տվող հանուն այդ տղայի համար, այդ տեխնացուի համար մեր երկրի գլխավոր Չարիքի կողմից, հետո հասկացան, որ մորաքույրներն էին, մորաքույրները իրենց քրոջ տղու համար դու դրանք ինչ կռիվ են տալի, գյուղի ժողովրդից ոչ մեկի չտեսան, որ պաշտպանեին։ Եվ մեկ էլ մի կին տարեց կանայք էին պատիտակը այսպես նստած, մոտեցել եմ ասում տատիկ ջան, այդ տեսանյութերը կար, չգիտեմ, տեղադրել են կամ կտեղադրենք, ասեմ տատիկներ ջան, ավելի տարեց կնոջ ասում եմ, կասես վերջի 7 տարում քո կյանքում ինչ է ավելացել, ինչ է փոխվել, մի լավ բան ասա էլի։ Ինձ էլ է հետաքրքիր, օրինակ դու ասես լավ բան, ինչ որ լավ բան ավելացել, դու ասես, եթե վատը կա, վատն էլ ասես, սենց ան։
Չէ, բալես, վերջի 7 տարում իմ կյանքը շատ ընտիր է, իդեալական։ Ասում եմ, փառք ես Տեր Աստված, փառք Տիրոջը։ Դե կասես գոնե տեսնենք ինչ լավ բան ա եղել այդ 7 տարում քո կյանքում, որ սենց ոգևորված ես, ասում ա, ես որ շատ լավ եմ ապրում, ինձ շատ լավ եմ զգում, աղջիկ ջան, իմ կյանքը շատ լավ ա փոխվել, քանի որ տվյալ անունն էլ չեմ տալիս, տեխնացուն իմ թորն ա, այսինքն իտոգում այդ տեխնացուի տատիկներ ասում եմ կյանքը շատ լավացել ա, այսինքն այստեղ նաև տալիս է վկայություն, որ իրանց կյանքը շատ լավացել է, սա էլ է, չէ՞, կոռուպցիա ինչ-որ մի միջոց, իրանց կյանքը շատ լավացել է։ Այսինքն տեխնացուի տատիկը խոսում եմ, թուղթն էլ վերցրել է իրականում, ասում է, հա իմ կյանքը շատ լավ է, ես իրա տատիկն եմ, գիտեն իմ թորն է, խի պետք է լավ չլինի որ։ Այսինքն մարդը ասում է, դե թորս այդ պոստին է ինչպես կարելի ասել, իմ կյանքը շատ լավ է։ Փաստ ապացույց, որ այո, յուրաքանչյուր ձեր կյանքը շատ լավ լինելու համար եք մտածում, ոչ նրա համար, որ մենք երկիր ենք կորցնում։ Ժողովուրդ ջան, ասելիքը չափից շատ է, բայց ժամանակը չի բավականացնի եւ նաեւ շեշտեմ, որ հետարքիր էմոցիաներ, այս քարոզարշավի ընթացքում շատ քիչ զանգված ի պաշտպանություն այս խայտարակության տեսնենք ինչ կլինի, բայց շատ հետարքիր էմոցիաներ են ինձ մոտ առաջացել, տպավորություններ եմ ստացել, շատ հետարքիր Աստված առաջ, տեսնենք ինչա լինելու։ Դե ինչ նոյեմբերի 16-ին առավոտյան արթնանում ենք մի հատ լավ թեյ սուրճ Սենց որ ուղեղը արթնանա, քաղցրով, անպայման քաղցր կօգտագործեք, քանի որ քաղցրը ուղեղին արթնացնում է, հա, ազդում է ուղեղի վրա շատ դրական, սիրուն կհագնվեք, այսպես հպարտությամբ, հայեցի զգացողությամբ ուղիղ տեղամասեր։ Նոյեմբերի 16, խնդրում եմ, մասնակցեք բոլորդ ընտրություններին, ընտրեք այնպես, որ ազատվենք այս չարիքից։ Ընդդիմադիր բնականաբար իրականում իհարկե ընդդիմադիր, որ կարողանանք ընդդիմանանք այս ամենին, տեսնենք ինչ կարող ենք փրկենք, ինչա լինելու։ Իսկ իրականում ինքս եւ ես պատկանում եմ եւ մեզ, այսինքն Մայր Հայաստան համար 4, մեր քվեաթերթիկն է համար 4։ Գնացեք, ընտրեք համար 4, չեք փոշմանի։ Իսկ ովքեր որ ճանաչում են, գիտեն, Աստված առաջ ոչինչ հիմա չխոսենք, կտեսնեք ընթացիկ ինչ է լինելու։ Այսպես նոյեմբերի 16 գնում ենք բոլորս ընտրության։ Մայր Հայաստան համար 4։ Շնորհակալություն։